Շանհայ Շանհայը Չինաստանի ամենամեծ քաղաքն է և միաժամանակ աշխարհի մեգապոլիսներից մեկը։ Ամենամեծ արդյունաբերական և առևտրային կենտրոնը, ֆինանսական կենտրոնն ու հարուստ գիտատեխնիկական բազան։ Շանհայի միջով է հոսում Հուանգպու գետը։ Սա առափնյա վետանն է։ Այս եվրոպական ոճի շինությունները կառուցվել են 19-րդ դարավերջին և 20-րդ դարի սկզբին։ Առափնյա վետանի դիմաց գտնվում է Պուդոնգ կոչվող նոր թաղամասը։ Այս շինությունները կառուցվել են 20-րդ դարի վերջին։ Սա արևելքի Մարգարիտ կոչվող հեռուստաաշտարակն է։ 1994 թվականին կառուցված այս աշտարակի բարձրությունը 468 մետր է։ Այժմ այն դարձել է Շանհայի խորհրդանիշը։ Դար Բողոտան Շանհայի ամենաբերճաշուկ բուլվարն է։ Դար Բողոտայի հարավում է գտնվում Դար հրապարակը, որը հանդիսանում է Չինաստանում ժամանակը թեմայով միակ քանդակներով հրապարակը։ Սա դարի ժամանակը քանդակն է։ Այս քանդակը կոչվում է Արևելքի լույս։ Շանհայի մեծ թատրոնը գտնվում է քաղաքի կենտրոնում, ժողովրդական հրապարակում։ Ճարտարապետական ոճը շատ յուրօրինակ և ինքնատիպ է։ Իր մեջ ներառում է և արևելյան, և արևմտյան մշակույթի նրբագեղությունը։ Շանհայը դրախտ է շոփինգի համար։ Նախկին Պողոտայի հետիոտների համար փողոցը կոչվում է առաջին առևտրային փողոց։ Ահա աշխույժ և գեղեցիկ գիշերային Շանհայը։ Տյանցզին Տյանցզինը կենտրոնական կառավարման տակ գտնվող 4 քաղաքներից մեկն է։ Տյանցզին նշանակում է վայր, որտեղից երկնքի որդին լողալով անցել է գետը։ Տյանցզինի բնակչությունը կազմում է 9 միլիոն մարդ։ Տյանցզինը գտնվում է Պեկինից 120 կիլոմետր հեռավորության վրա։ Եթե դու հիմա Պեկինում ես, ապա կարող ես մեքենայով կամ միջքաղաքային գնացքով շատ արագ հասնել Տյանցզին։ Տյանցզինը ամենամեծ արդյունաբերական քաղաքն է և Չինաստանի հյուսիսի ամենակարևոր առևտրային կենտրոնը։ Հյուսիսից և հյուսիս-արևմուտքից դեպի ծով Չինաստանի կարևոր ելքը։ Սա Տյանցզին նավահանգիստն է։ Այն հանդիսանում է հյուսիսային Չինաստանի ամենամեծ առևտրային համալիր նավահանգիստը։ Հայհե գետը հոսում է քաղաքի միջով։ Սա ջրաշխարհն է և Տյանցզինի հեռուստաաշտարակը։ Սա Տյանցզինի նոր ծովափնյա թաղամասն է։
Տյանձինում շատ են ժողովրդական արվեստի յուրօրինակ ոճերը։ Յանլյուցին ամանորյա նկարները, Նիժենցժան գունավոր արձանիկները։ Տյանձինում շատ են տեղի ավանդական համեմունքով ուտեստները։ Դրանցից ամենահայտնին գոուբուլի կարկանդակն է։ Տյանձինը համարվում է չինական էստրադայի հայրենիքը։ Պեկինյան թմբկահարի ուղեկցությամբ երգեցողությունը, էստրադային ժանրում հումորային համարները, կուայբանը այստեղ զարգացել են հասնելով կատարելության։ Հատկապես էստրադային հումորի ժանրը ինչ օրս համարվում է չին ժողովրդի ամենասիրելի արվեստի տեսակը։